Վենսենսլաո Մոգել։ Այս անունը գուցե շատերին ծանոթ չէ, բայց գիտես, ով էր այդ մարդը։ Նա 1900-ականների սկզբում ծավալված մեքսիկական հեղափոխության ակտիվ մասնակիցներից էր, ով գերեվարվեց ընդամենը 18 տարեկանում եւ մահվան դատապարտվեց առանց դատավարության։ Մահապատժի իրականացումը սառնասիրտ էր ու դաժան։ Նրա վրա արձակեցին 8-ից 9 գնդակ։ Իսկ երբ գնդակահարողները հեռացան, ոչ ոք չէր կարող անգամ ենթադրել, որ Վենսենսլաոն ողջ է։ Հրաշքով փրկված մարդը այնուհետև ապրեց համեստ եւ գրեթե աննկատ կյանքով, իսկ այլաձևված դեմքն ու սպիները երբեք չվերականգնվեցին։ Նա հրապարակավ հանդես եկավ միայն մեկ անգամ, համաձայնելով պատմել իր պատմությունը, մասնակցելով Ռոբերտ Ռիփլիի «Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ» հանրահայտ ռադիոհաղորդմանը։ Նա նաև բրիտանացի արտիստ Ջումբավամբայի «Էլ Ֆուսիլյադո» երգի հերոսն է, որ նշանակում է մահապատժի ենթարկվածը։ Մոգելը ի վերջո մահացավ, երբ արդեն ծերունի էր։